Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի տեխնատու Էդմոն Մանուկյանին։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչպես անցնում ձեր քարոզարշավը, մենք կարծում ենք մի քիչ ձեր տրամադրությունը բարձր է, երգ, պար, շփումներ, ինչ ունեք առհասարակ, որտեղ արդեն բավական ժամանակ է անցել սկզբից։ Ճիշտ ասած, մեր քարոզարշավը լրիվ այլ մեթոդներով ենք անում, հիմնականում էլեկտրոնային մեդիան ենք օգտագործում եւ կոնկրետ խորհրդանշական վայրերում ուղերձներ ենք տալիս մեր ժողովրդին, որը կապված է վերջին տարիների քաղաքականության եւ մեր անելիքի հետ։ Օրինակ գնում ենք ատոմակայան, ատոմակայանից ուղերձ ենք տալիս, որ այս ատոմակայանը ուզում են փակեն։ Եվ ինչա պետք անել, որ չփակվի։ Օրինակներից մեկը։ Ընդհանուր առմամբ ես ձեզ ասեմ, մարզերում մի քիչ իրավիճակը տարբերվում է Երևան քաղաքից, խոշոր քաղաքներում էլի տարբերություններ կան։ Բավականին ջերմ են մարդիկ մեզ ընդունում, հետաքրքիրն այն է, որ նաև մեզ շատ ջերմ են վերաբերվում նաև մեզ ձայն չտվողները։ Հետաքրքիր նկատառում է։ Ամեն դեպքում ես կարծում եմ ոնց եք հաջողացրել, որովհետև մեր մոտ պարակվածությունը, սուր քննադատությունները ինձ հետ քարոզարշավի առաջին անգամ մասնակցող մարդիկ կան, ուղղակի ապշած են, օրինակ մեր Կարպիսը Փաշոյան, որ զարմանում ասում է, այսքան ջերմություն է, այս լավ վերաբերմունքը, պետքա դու կապիտալիզացնես, ասում եմ դե ընտրությունները ցույց կտան։ Ուզում ասել բավականին լավ ընկալում ունենք այն իմաստով, որ մենք պետք ենք որ լինենք պարլամենտում, բավականին լավ ցուցանիշներ ունենք շեմը հաղթահարելու առումով արդեն անհանգստություն չունեմ, առաջին շաբաթը ունեի, բայց մտահոգություն ունեմ ընդհանուր դասավորության հետ կապված։ Դուք հետաքրքիր բան եք առաջարկում ձեր զրույցներում, ասում եք, որ պետք է այնպես անել, որ կոմպրոմիսային վարչապետի տեխնատու լինի եւ ընտրողներին էլ է կոչ անում այնպես ընտրել, որպեսզի կոմպրոմիսային վարչապետի տեխնատու լինի։ Նախ ինչու լինի կոմպրոմիսային, որն է դրա նպատակը եւ ինչպես է դա հնարավոր անել։ Շատ լավ հարց է, ես ասեմ ձեզ մեթոդը, ուրեմն տեսեք, մեր փորձը ցույց է տալիս, որ բացարձակ իշխանությունը Հայաստանում դարձել է չարիք։ Մինչև 18 թվականը, 18 թվականից մինչև հիմա կան բացարձակ իշխանություն կրող մարդիկ, ովքեր միանձնյա որոշում են ամեն ինչ, եւ ինստիտուտները, համակարգերը որևէ դերակատարում չունեն։ Մենք ժողովրդին կոչ ենք անում քվեարկությամբ, ժողովուրդը կարող է դա անել, քվեարկությամբ այնպես քվեարկել, որ օրինակ 5, 6, 7 ուժ անցնի պարլամենտ, այդ պարագային որևէ ուժ չի կարող կայուն մեծամասնություն ձևավորել ունենալ այսօրվա սահմանադրությամբ, եւ դրա արդյունքում կոմպրոմիսներով ուժերը պատկերացնենք ԿՔՊ-ն, չէ, ու մնացած է 5 օպոզիցիոն ուժեր են անցել, կոմպրոմիսներով կգան ընդհանուր հանգուցալուծման, տեխնացուի շուրջ, եւ յուրաքանչյուրն իր էգոիզմը պետք է մի կողմ դնի, սա մեր առաջարկն է, այսինքն որևէ ուժի լիդեր չպետք է ընտրվի վարչապետ, եւ ընտրել կոմպրոմիսային մի մարդու, ով որ թաթախված չի ոչ նախկինում, ոչ ներկայում որևէ բանի մեջ։ Հետո բոլորով այդ մարդուն վերահսկում ենք, ձևավորում ենք կառավարություն, եւ մարդ երբ որ գնում է բանակցությունների, ասում եմ՝ «Մի րոպե, այնտեղ բազմաթիվ ուժերի ներկայացում եմ, ես չեմ կարող միայնակ որոշել»։ Միանձնյա որոշել, ասենք, իրանցի պատը, որտեղ պետքա դրվի, մեր հողերն է մնա Ադրբեջանում։ Ուզում եմ ասել, այս մեթոդն է, որ հնարավոր է մեզ այս վիճակից հանի։ Ինչու եմ սա ասում։ Նաև վստահաբար ձեզ ասում եմ, որ պատկերացնենք, եթե օպոզիցիոն որևէ մեկը կարող է հաղթել հիմա, չկա նման բան, որևէ ուժ որ կարող հաղթի, բայց ես դեմ եմ նաև այդ օպոզիցիայի հաղթանակին։ Եթե առանձին վերցած մի հատ օպոզիցիոն ուժ կարող է հավաքել 55-60%, ես դա անել եմ դեմ, ինչու։ Որովհետև մենք արդեն փորձ ունենք, որ դևին սպանում են, դև դառնում։ Չենք ուզում նոր դև եւ առաջարկում ենք համակարգ, առաջարկում ենք ինստիտուցիոնալ փոփոխություն։ Եվ ես հույս ունեմ, որ այդ բազմակուսակցական քվեարկությունը կլինի։ Բայց դուք ասում եք, որ չնախկին լինի այդ տեխնատուն վարչապետում պետք է ընտրեն բոլոր ուժերը, ոչ ներկա լինի, իսկ այդ լուսնի մարդը ով է։ Իսկ կա մարդ, որը դիտարկում եք, որ այ ինքը կարող է լինել։ Յուրաքանչյուր 25 տարին լրացած քաղաքացի, որը վերջին 4 տարում հայ քաղաքացի է միայն եւ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է լինել վարչապետ։ Մենք կարող ենք ընտրել մի մարդու, որը հենց հիմա քաղաքականության մեջ չկա, մեր բոլորի տեխնացուն դառնա այդ ժամանակ եւ ուղղակի ձևավորի կառավարություն, յուրաքանչյուր ուժ ներդրում ունենա կառավարության մեջ իր պորտֆելներով եւ շատ արագ նորմալ լայն կոնսոլիդացիայի պատկեր եք։ Ես չեմ ուզում կառավարությունում լինեմ, շատ մարդիկ էլ օպոզիցիայի, թող լինեն խորհրդանում, որ հակակշիռ լինեն, հաշվետու դարձնեն այդ կառավարությանը։ Չի կարող այդ կառավարությունը դառնալ մեր բոլորի հեռախոսները գաղտնալսող կառավարություն։ Եթե այդ ճանապարհով գնանք։ Տեսեք, երբ դուք ասում եք
դևը սպանողը դառնում է նորից դև կամ չարիք եւ այլն եւ այլն, բայց միևնույն ժամանակ դա կարող ենք հասկանալ, որ այս իշխանությանն էլ եք դև կամ չարիք համարում, բայց միևնույն ժամանակ նաեւ ասում եք, որ չեմ ուզում նաեւ որ ընդդիմությունը հաղթի եւ ընդդիմադիր լիդեր լինի վարչապետ։ Այսինքն ձեր թիրախը այս պահին Նիկոլ Փաշինյանը չէ։ Մեր թիրախը Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ ինքն է հիմա իշխանությունը, բայց ես ձեզ ասում եմ հիպոթետիկ բան, չկա որևէ ընդդիմադիրների որ կարող հաղթել, բացառված, բայց դա ընդդիմությունն էլ բայց անգամ եթե երազանքից մեջ տեսնեմ, որ որևէ ընդդիմադիր լիդեր հիմա 60% ձայն ունի, դա էլ է լինելու չարիք։ Հասկանում եք, դա չկա հիմա նման բան, մանրություն չկա, մանրություն կա բազմաթիվ ուժերով անելու այն ինչ որ ես առաջարկում եմ։ Ես ասում եմ, որ որևէ մեկը միանձնյա այս երկրում իշխանություն ունենում ամբողջ ժողովրդով ընկնում ենք կրակը, դառնում ենք այդ մարդու գերին, սկսում ենք բոլորով պայքարել իր դեմ, բոլորից գաղտնալսում են, սկսում են բոլորին բռնել, սկսում են KGB-ի պատվալը օգտագործել, ինչ այլանդակություն ասես, սկսում է տեղի ունենալ։ Տեսել ենք դա, հոգնել ենք դրանից։ Ուզում ենք լինի մի պարլամենտ, որտեղ կլինեն բազմաթիվ ուժեր, կոմպրոմիսներով կգան լուծումների, որովհետև վերջին հաշվով հիմա բոլորը խոսում են, չէ Եվրոպայից, ես տանում եմ Եվրոպա, գնում ենք Եվրոպա։ Եվրոպական մոդելը նրա մասին է, որ լինի եվրոպական մոդելի պարլամենտ, ուժերի, գաղափարների բախում, քննարկում, որի արդյունքում ճշմարտությունը կիրագործվի, ծրագիրը կյանքի կկոչվի։ Ավելին ասեմ, Ալիևի դեմը կանգնած մարդը, որը մի ուժ է ներկայացնում, խոցելի մարդ է։ Ով ուզում է լինի, ուզում է դիմությունից լինի, ուզում է իշխանությունից լինի։ Խոցելի է այդ մարդը։ Այդ մարդու թիկունքին պետք է լինեն 5-6 քաղաքական ուժեր, արտախորհրդանական ուժեր, որ այդ մարդը բանակցություններում կարողանա ասել, որ ես մի ուժ չեմ ներկայացնում, էլի, որ մեր հանուն մեր իշխանությունը պահելու համար ես գնամ զիջումների։ Որտեղ հանուն այդ մեր իշխանությունը բազմաթիվ ուժերի իշխանություն է։ Եվ այդ բազմաթիվ ուժերը չեն կարող գնալ նման կոմպրոմիսների։ Բանի զիջումների միակողմանի։ Պարոն Մարուկյան, ձեր խոսքում նշեցիք նախորդ մտքում, որ անցողիկության շեմ հաղթահարելու խնդիր չունեք, արդեն համոզված եք դրանում, այսինքն լինելու է խորհրդանում։ Այդ պարագայում, եթե ձեր ձայնը որոշիչ լինի, գահընկեցաներ, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանին, դուք կոալիցիա կկազմեք կամ համաձայնության կգաք միասնական ընդդիմության հետ։ Մենք կոալիցիա չենք քննարկում, մենք քննարկում ենք համաձայնություն, համաձայնություն Նիկոլ Փաշինյանին փոխելու եւ այդ տեղա, որ այդ կոմպրոմիսներով պետք է ընտրել մի մարդու, որը որևէ կերպ խոցելիություն չունի։ Այսինքն նախապայմաններ ունեք ամեն պարագայում։ Այո, բնականաբար։ Օրինակ մենք մտածում ենք, որ նախագահը պետք է հաջորդ օրը տուն ուղարկվի։ Հիմա այլ ուժեր կան, ուրիշ տեսլական ունեն դրա վերաբերյալ։ Դուք նախագահի ինստիտուտի նաև այլ բան եք առաջարկում։ Այո, մենք առաջարկում ենք, որ նախագահի ինստիտուտը պետք է օրինակ Միքայել Աջապահյանը զբաղեցնի, որովհետև մենք հիմա ունենք այս ազգային ճգնաժամը մեր արժեքների, մեր կրոնի, մեր պատմական հիշողության եւ ամեն ազգ հիմա փորձում է իր ազգային ինքնությունը առաջ մղել։ Մեր ինքնությունը հիմա ճգնաժամի մեջ է, դիվերսիոն հարձակման տակ է Ադրբեջանից, կամ այդ ոնց որ իրանք սիրում են ասել, հիբրիդային պատերազմ։ Դե համար մենք պետք է այդ մասը ուժեղացնենք։ Եվ ավելին ասեմ, չպետք է հանրապետության նախագահը լինի որևէ մեկի կոֆե դնողը։ Պետք է մարդ լինի, որը նույնպես հակակշիռների մեխանիզմ դեր խաղա։ Բայց համաձայն չէ Սրբազան հայրը։ Եթե ես ձեզ ասեմ, ես այդ քննարկել եմ, դուք կգա որ խախտել եմ կանոնները, որովհետև ինքը հիմա նախաքննության տակ է, նախաքննության չէ, դատական արգելքների տակ է։ Ոչ ոք չգիտի ինքը համաձայն է թե համաձայն չի։ Հիմա փաստացի, եթե ձեր ձայները լինեն որոշիչ, ձեր կուսակցության, դուք ունեք կմիանաք ընդդիմությանը, բայց նախապայմաններ ունեք։ Այո, անկասկած, մենք ասել ենք չենք ընտրի Ռոբերտ Քոչարյանին, բացառված է։ Մենք ասել ենք, որ պետք է լինի այդ կոմպրոմիսային մոտեցումը, ես կարծում եմ այդ ընկալումը կա, երբ որ այդ պահը կգա, բոլորը խելոք կգան այդ հանգուցալուծմանը, որովհետև հանուն այդ իշխանությանը փոխելուն բոլորը պետք է իրենց էգոները դնեն մի կողմ։ Տեսեք, ես չեմ ասում, չէ՞։ Այդ պարագայում դուք էլ պետք է դնեք ձեր էգոն։ Ես դրել եմ արդեն։ Ես դա դրած եմ խոսում։ Այսինքն իմեր տարբերությունը։ Չէ, բայց նախապայման ունենալը, որ այսպես պետք է լինի, որ միանամ, արդեն ինչ-որ մի բան է։ Հիմա մեկը մի բան կասի, ես պետք է լինեմ։ Դե չեն ասի, դա հաստատ։ Իրանք ինչ են ասում, իրանք ասում են ես պետք է լինեմ, ես փրկիչ եմ։ Եկել եմ ձեզ փրկեմ։ Մենք ասում ենք եղբայր ջան, մեծ հանգստացի, լավ է, նորմալ է, սաղ, դու ֆրակցիա ունես, բան, հաշվի ենք նստում քո ֆրակցիայի հետ, բայց այս լուծումը կոմպրոմիսային վարչապետի լուծումն է։ Մենք հավես չունենք բանից, մի խնդրից դուրս գանք ընկնենք ուրիշ խնդրի մեջ։ Հիմա եթե ընդդիմությունը 4 խմբակցություն չհամաձայնի ձեր այդ տարբերակին, դուք ինչ եք անում։ Շարունակում եք նեգատիվ վերաբերում։ Ես տվյալներն եմ, որ իրանք համաձայն են։ Շատ խելոք բոլորը համաձայնվելու են, որովհետև Նիկոլ Փաշինյանին այդ պարագայում հեռացնելը ավելի բարձր արժեք է, քան իրենց անձնական էգոները։ Դե անձնական էգոները կարծում եմ այս ընտրություններում մի փոքր արդեն անձնական էգոների պատճառով ընդդիմությունը մեկ ցուցակով չի մասնակցում։ Մեր այդ առաջարկը իրենք մերժել են, արդեն դա իրանք մեղք ունեն։ Արդեն այդտեղ իրանք պատասխանատվություն են կրում այսօրվա վիճակի համար։ Մի հատ էլ երկրորդ անգամ նույն մեղքը չեմ կարծում որ պետք է գան մի հատ դե գործեն էլի։
Իսկ դուք ինչպիսի պատկեր եք տեսնում խորհրդ։ Ըստ ձեզ օրինակ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն ունենալու է, թե ոչ սահմանադրական մեծամասնության մասին չի խոսքը։ Մենք երկու սցենար ենք քննարկում։ Մենք քննարկում ենք առաջի սցենարը, որը ես ձեր հետ քննարկեցի արդեն, կոմպրոմիսային տարբերակը։ Երկրորդ սցենարը, թե Նիկոլ Փաշինյանը հաղթում է։ Տեսեք, օպոզիցիոն ուժեր կան, հարցում ես, ասում են, ոչ մենք հաղթելու ենք, մենք չենք քննարկում, եղբայր մի հատ լավ, էլի, ասեք, adekvat եք դուք, թե adekvat չեք։ Մենք քննարկում ենք Նիկոլ Փաշինյանի հաղթանակի պարագան։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, խորհրդանում չպետք է լինեն միայն այն ուժերը, որոնք այսօր կան։ Պետք է լինի նաև լուսավոր Հայաստանը, այլ ուժեր, ովքեր ըստ էության կարող են հաշվետու պահել պարլամենտը։ Այլապես մենք ունենալու ենք 21-26-ի խայտարակությանը 26-31 թվականների խայտարակություն, որը ես ասեմ, կործանարար ազդեցություն ունենալու Հայաստանի համար։ Հետո որ այտենց գլուխը տնգած վազելով գնում այս պարլամենտ, պետք է իմանա, որ այս պարլամենտը Տիգրանաշենը հանձնելու մասին է լինելու։ Պետք է իմանա ինքը ուրա գնում, ինչի մեջ է մտնում, գլուխը ինչի մեջ է մտցնում։ Այս պարլամենտը, այս նախաստորագրված բանը պայմանագիրը, որ կա համաձայնագիրը, որ ես ասել եմ, որ պետք է դատել ստորագրողներին, այս պարլամենտը այդ թուղթը վավերացնող պարլամենտն է։ Այդ որ տենց վազում են, թող իմանան, որ իրանք կրելու են այդ պատասխանատվությունը։ Պատրաստ են դրա տակ մտնեն, պատրաստ են այդ ամեն ինչով հանդերձ կռիվ տան եւ դա թույլ չտան։ Այն որ բանը օրեր առաջ բան են անում։ Մենք թույլ չենք տա ընտրությունները, կա եղբայր թույլ չեք տա ընտրությունները, կեղծեն այդ երբ չեք թույլ տվել, երբ եք ինչ արել, մի հատ հանգստացեք։ Ինչ եք կարեցե դուք թույլ չտաք, որ մի խոսում եք, մենք թույլ չենք տա։ Հասկանում եք, չպետք է օպոզիցիան լինի խոցելի։ Այդ խոցելիությունները օգտագործվում են եւ ժողովրդի ձայնը չի հնչում։ Ժողովրդի ձայնը մնում է եսին որտեղ դրսերում ամեն։ Բա ինչ է։ Երկրորդ սցենարում դրա համար եմ ասում, երկրորդ սցենարում ժողովրդին իզոր կոչ եմ անում մեզ ընտրեն, բան չի, նես չի որ հստակ ծրագիր կա դրա տակ դրած։ Մեզ ընտրելու պարագայում ստանում են կոմպրոմիսային կառավարություն, այսինքն նախկինների վերադարձ տեղի չի ունենում։ Մեզ ընտրելու պարագայում, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը հաղթում է, ստանում են պարլամենտ, որտեղ Նիկոլ Փաշինյանի այն բոլոր խոստումները, որը չի կատարվել, դրանք կյանքի պետքա կոչվեն անպայման արդեն ոչ թե որպես Նիկոլ Փաշինյանի խոստումներ, այլ մեր ժողովրդի համար, եւ երկրորդ պետքա թույլ չտանք այս ապագա զիջումները։ Այս պարլամենտը, այն պարլամենտն է, որի վրա է այդ բեռը։ Նոր պարլամենտը, ովքեր որ մի վազելով գնում են, պետք է իմանան, որ ավելի բարձ զիջումներ յա։ Բա ինչ անեն, չգնան։ Ինչ անեն։ Եթե խորհրդանեն գիտակցելով ուր են գնում, էլի, գնան գիտակցելով ուր են գնում։ Այդ կարմիր աթոռի վրա նստելը տենց բան չի, էլի, ինքը իր հետ մեղքեր ունի, բեռ ունի, բան տենց ստրատեգիական ճանապարհների հանձնում բան, դες բաներ է տեղ ունենեմ, հետո այդ կարմիր աթոռի վրա նստած մարդը կիսում է այդ մեղքը։ Ինչքան ուզում անդե գորգռա բան ասի ես օպոզիցիա եմ, ինքը կիսում է։ Գնացող ամեն մարդ պետք է իմանա, որ ինքը գնում է այդտեղ, այդ բաները տեղի են ունենալու։ Ես որ նայում եմ հարցազրույցները, հասկանում եմ, որ մարդիկ խաբար չեն, ինչի մեջ են մտել, չեն հասկանում ուր են գնում։ Եվ այստեղ երկու խնդրեմ կա, այսինքն մենք իշխանությունը ձևավորելուց պետք է կարողանանք լավ իշխանություն ձևավորել, ճիշտ է։ Շատ կարևոր հանգամանք է։ Բայց ընդդիմությունը էլ պետք է կարողանան լավ ընդդիմություն լինել։ Հիմա այն ուժերը, որոնք միայն իշխանություն են եղել, չեն կարողանում լավ ընդդիմություն լինել։ Այն ուժերը, որոնք միշտ ընդդիմություն են եղել, նրանք էլ խնդրեմ ունեն իշխանություն դառնալու հետ։ Պետք է լինի խառնուրդը, էլի, պետք է փորձը, անցած հավաքածը, կուտակած փորձը, կապերը միջազգային բան խառնվեն, որովհետև մեր ժողովրդի, մեր ազգի դեմ ծառացած խնդիրները շատ ավելի մեծ են, քան ինչ որ մեկի, ասենք, անձնական փողերը կամ ապօրինի գույքը կամ չգիտեմ, ինչ որ դատերը բան։ Ինձ չի հետաքրքրում այդ մարդկանց գործերը։ Ինձ հետաքրքրում է մեր երկիրը, կմնա հայկական թե չէ։ Ինձ հետաքրքրում է մեր ինքնությունը մենք կանանք պաշտպանել թե չէ։ Դուք եք համարում, որ այս ընտրությունները դրա մասին են, ինքնության պահպանության։ Այո, դրա համար մեր կարգախոսը պաշտպանիր ինքնությունդ, այդ ձև են կարգախոսը դրել։ Մի քիչ մտածում ենք, որ կարող է շատ բանը վախենալու կարգախոսա եւ դրական մեսիջ չի, բայց ես կարծում եմ մարդուն երբ որ կոչ ես անում action-ի, էլի, ակցիա անելու, ինչ որ բան անելու, գործողություն անելու, ինչ պետք է ասես, իան պետք է ասես դեր կանգնի, պաշտպանիր ինքնությունդ, ես կարծում եմ այդ իմաստով էլ հիմա մարդիկ տեսնում են, չէ՞ որ Մեսրոպ Մաշտոցը դարձել է QR կոդ, հիմա իմ աղջիկը հեռախոս չունի դպրոցում, ինքը հնարավորություն չունի այդ QR կոդով նայել Մեսրոպ Մաշտոցը ով է։ Եթե ներ Մեսրոպ Մաշտոցը իր կողքը QR կոդ կարող է այս օքեյ լինի։ Այսինքն բաները արվում մեր հետ, որոնք որ մենք օրինակ որում դպրոցից է արվում, որ այդպես մեծանա ոչ թե փոքրուց։ Հիմա օրինակ բանը Անդրանիկ Քոչարյանը 2 տարի առաջ ապրիլ ամսին ասեց մենք վարչապետը ցանկանում է ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի անունազգանունները։ Մենք պետք է իմանանք ինչ հանգամանքներում են նրանք զոհվել։ Պարլամենտական մի հատ հանձնաժողով ստեղծեցին, տենան այդ մարդը, որ այդ մարդը Թուրքիայի ագենտ է, ով է, այս թուրքական թեզը որտեղից է մտել։ Մի բան արեցին։ Ստից խոսալով չի կամ ասենք բանանելով։ Դրա համար եմ ասում, որ պետք է գոնե մի քիչ գործից հասկացող մարդիկ տեղ հասնեն։
Մենք թող վերցնեն ընտրական ցուցակները նայեն։ Քաղաքական ուժերի ցուցակները թող վերցնեն, նայեն տենան որ ուժը ում ատանում դարձնի падգամավոր։ Հետո նես չլինի որ լացեք։ Բայց պարոն Մարուկյան, հիմա դա է մեր, այսպես ասած, խաղատախտակին դրած։ Այդ մարդիկ են, օդից նոր մարդիկ չենք բերելու, որ քաղաքականությունը բավականին շատ նորմալ մարդիկ կան, պետք է։ Նորմալ մարդիկ բավականին շատ էլ չեն ուզում գնան զբաղվեն քաղաքականությամբ։ Ես գիտեմ, բայց բավականին շատ էլ ուզում են եւ շատ հնարավոր է, շատ լավ կարելի է կազմել այնպիսի ցուցակներ, որ ցուցակների մարդիկ չլինեն խոցել։ Գոհ եք, թե կարելի է ավելի լավ է դարձնել։ Շատ գոհ եմ, չէ։ Մեր ցուցակում բոլորը բանակում ծառայած են, մեր ցուցակի մարդիկ գրագետ են, կիրթ են, տարբեր բուհեր են ավարտել, տարբեր մասնագիտությունների տեր են, այսինքն մարդիկ մոռացել են, որ падգամավոր օրենք գրելու համար է։ Ես գիտեն երգելու համար է падգամավորը, դի երգի։ Օրենք պետք է գրի, որ ձեր հարցերը լուծվի։ Ինչ որ մեկին ակնարկում եք երգելով։ Չէ, ես դուք ինձ պարել ասեցիք, դրա համար եմ ասում, այդ օրինակը բերեցի։ Ձեր պարելը, հա, որովհետև Հետո ագի կատակ է։ Ես ուզում եմ ասել նաև այստեղ տեսեք հիմա։ Վերջին 5 տարում բանկերն ու դահական իրար հետ դաշինք կազմած մեր ժողովրդին կեղեքում են։ Ինչ բոլորն ասում են բանկերը, վարկերն էս կանենք են ժողովուրդ ջան, աշխարհում էս բան չկա։ Կենտրոնական բանկը 6.7%-ով փողը պետական տալիս առևտրային բանկերին բանկերը 24%-ով տալիս են ժողովրդին։ Մեկը կանգնել է, ասի, այս ինչ է կանում, որ դուք խելագար չեք։ Լա ձեր շահույթին, լա ձեր աշխատած փողը։ Ասենք մեկը կանգնել ասել, ինչ էր փոխվելու։ Գրիֆտար դրա համար։ Գրիֆտար դրա համար։ Բայց մենք վերջին տարիներին չունենք այդ ցուցանիշը։ Գրիֆտար հասներ ինչ որ բանի։ Դե հարցը հետեւյալն է, որ օրին միակ նախագիծ ներկայացվեր սահմանափակվել։ Մենք առաջարկում ենք շեմը սահմանափակել տոկոսի։ Օրինակ Ֆրանսիայում օրենք կա, սահմանափակել են եւ դա ինձ բարձր աշխարհություն է, քրեական հետապնդման ենթակա են։ Հիմա ամբողջ պետական համակարգը ծառայում է ֆինանսաբանկային ոլորտին։ Քյասիբների հեղափոխությունը եկել է, որ աղքատներին պաշտպանեն, աղքատները ամենախոցերի խավն են։ Ոչ մեկ չի մտածում իրաց մասին։ Ոչ մեկ չի պաշտպանում այդ մարդկանց։ Ասենք դահական մարդկանց տները, տանը մարդը նստած տունը աճուրդի են հանում, վաճառում, այն գործաբացայատվել մեկը դահակը աշխատող աճուրներով էժան մարդկանց տներն առնում է, այս ինչ է։ Մենք լուծարելու ենք այդ համակարգը։ Մարդկանց գործերը վերանայելու ենք, խոստացել ենք, նախագիծ ունենք, գիտելիք ունենք, փորձ ունենք, միջազգային փորձ ունենք, կապեր ունենք, անելու ենք։ Մարդկանց ասում ենք մանդատ տվեք, անենք, չենք ասում ինձ ընտրեք վարչապետ, չգիտեմ ինչ։ Պարոն Մարուկյան, ձեր քաղաքական ծրագրի առաջին տողը իռլանդացի պահպանողականի մտքի մեջ բերումն է, որ մենք համերաշխություն ենք ուզում ոչ միայն ներկաների, այլ նաև ոչ ողջերի եւ նաեւ չծնվածների հետ։ Դա ֆրանսիական հեղափոխության ամենախիստ քննադատներից մեկի միտքն է։ Մյուս կողմից ասում եք մենք պահելու ենք պաշտպանիր ինքնությունը, ձեր կարգախոսն է, մյուս կողմից ասում եք եվրոպական արժեքներ։ Խնդրում եմ ինձ բացատրել ինչպես։ Ուրեմն մեր ժողովրդին շատ են բան արել, շեղել, մարդիկ մտածում են որ եվրոպական արժեքները ուրիշ բան են։ Եվրոպական արժեքները դրանք ազգային քրիստոնեական պետություններն են առաջի հերթին։ Ամբողջ եվրոպական քաղաքակրթությունը կառուցված է քրիստոնեական արժեքների վրա, իսկ մենք ով ենք։ Մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք, ինչ ենք ասում։ Մենք ասում ենք Հայաստանը հայերի պետությունն է։ Ես որ ասում եմ եվրոպական մոդելի պետություն, օրինակ Ֆրանսիան, գիտենք ֆրանսիացիների պետությունն է, Դանիան, Հոլանդիան, Գերմանիան, չէ, գերմանական ազգի պետություն։ Ուրիշ ազգեր են ապրում, բայց գերմանական ազգին է պատկանում։ Հիմա Հայաստանը հայ ժողովրդի պետությունն է։ Մենք 10 միլիոն ենք, ունենք այս երկիրը, 2.5-3 միլիոնով ստեղ ապրում ենք, չգիտենք քանի միլիոն ենք վերջը այստեղ, եւ մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք այս երկիրը պետք է մնա հայկական։ Ստեղ այն հիբրիդային պատերազմը փափուկ ուժով որ գնում է, որ մեր պատմությունը վերանայեն, որ ասենք մեր ազգային հարցերը թոգ էին մեր վզին, մի հատ պետք է նայենք ցեղասպանության ժամանակ զոհված մարդիկ ինչի են զոհվել, չգիտեմ ինչ, այս քննարկումները սրանք փափուկ ուժով մեր երկիրը դեֆորմացնելու process են, մեր հայկականությունը փչացնելու process-ը։ Եվ մենք ասում ենք, որ դուք ձեր մեջ բերած որ համերաշխություն անցյալում ապրողների հետ, դա ինչի մասին է, որ չկա, չի կարող Անդրանիկ Քոչարյանին ման որևէ մեկը հելնի Ղարաբաղի զոհերի հարցը քննարկի, մենք պետք է մենք նայենք այն զոհվել, մեկը հելնի ասի մենք պետք է նայենք, հա, կամ խիչեք զոհվել, կամ ցեղասպանության ժամանակ ոնց են զոհվել, այսինքն համերաշխություն մեր անցյալի հետ, ինչ եղել է, չի եղել, մենք ճիշտ ենք եղել, միշտ մենք ճիշտ ենք եղել, միշտ, մենք երբեք սխալ չենք եղել։ Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Հիմա պատկերացրեք Հիտլերը հաղթեր Երկրորդ համաշխարհային պատերազմում, նացիզմը հաղթեր։ Ինչ պարտված մեր պապերը, դե ասային, լավ, մենք սխալ էինք, Հիտլերը ճիշտ։ Պատերազմում պարտություն չի նշանակում, որ դու սխալ ես։ Նշանակում է, որ լավ չես պատրաստվել կամ դեռ թույլ ես, բայց չի նշանակում, որ դու սխալ ես։ Մեզ հիմա քարոզում են, որ մենք սխալ ենք եղել։ Մենք ասում ենք, որ մենք համերաշխություն ենք հայտնում եւ պահպանելու, պաշտպանելու սրբության պես պահելու ենք այդ հիշողությունը մեր պատմական անցյալը։ Համերաշխություն ներկայի հետ։ Ներկան պետքա ֆիքսենք ինչ ունենք,
որևէ պատրանքների չտրվենք, այն ինչ որ կա, եւ ապագայի վերաբերյալ ինչ երկիր ենք թողում մեր երեխեքին, մեր ժառանգներին։ Այդ թուղթը, որ ստորագրել են, վերել են, այդ թղթով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով չեն կարող տեղակայվել երրորդ ուժերը։ Այս եվրոդիտորդներն են հանելու հեսա։ Հիմա մենք ասում ենք, եղբայր, ինչ եք ժառանգում ժողովրդին։ Ինչ եք համաձայնվի այդ կետի հետ։ Ով ձեզ պարտադրե, ինչ եք ստորագրել այդ կետը։ Ինչ կապ ունի դա Ղարաբաղյան հակամարտության հետ։ Մայր Հայաստանից ինչ եք զիջումների գնացել։ Հայաստանը երբեք Ղարաբաղի համար Մայր Հայաստանից որևէ զիջման չի գնացել։ Մինչև այս պատմությունները։ Եվ այս հարցերն են, որ մենք դնում ենք ամենաառաջին տեղում, այսինքն հա, ծրագրեր ունենք որոշակի սոցիալ, տնտեսական, իրավական բան, բայց մենք փորձում ենք առաջնային երկրորդականից տարբերակել էլի։ Իսկ եվրոպական երկիր դարձնել Հայաստանին։ Այո, Հայաստանը ինչպես Հայաստանը հենց հիմա եվրոպական մոդելի երկրի ճանապարհին ուղղակի ձևախեղված է, ինստիտուտներ չկան։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք Ժորժ ջան, ով որ ձեզ կասի, որ ձեզ տանում է Եվրոպա, ձեզ խաբում է։ Հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանը վերջը կանգնեց ասա, որ ինչ հարակվե, ինչ բան է ախպեր, մենք դες պլաններ չունենք։ Այնքան ներեկցին ասա, որ հարակվե դնելու իմաստը որն է, եթե մենք դիմում չենք տվել, դրան գումարած ընդդեմ չեն հravirում։ Որ ես էի ասում, ասում էի ձեզ խաբում, ասում էին դու ռուսամետ ես որ տենց բան ասում։ Ինքը հենց ասում են, այնքը կոնտես։ Հա։ Հիմա մենք ասում ենք Ժորժ ջան, մենք կանանք եվրոպական կյանքի որակը բերենք Հայաստան։ Այսինքն մենք ոչ թե երկիրը հարավային Կովկասից պոկը մենք տանենք Շվեդիայի կողքը մտցնենք, դա անհնար անել։ Մենք ասում ենք եւ Շվեդիայի կյանքի չափանիշները որակը, բժշկություն, կրթություն, ճանապարհներ, տրանսպորտ, մարդկանց վարվելակերպ, հա, լեկտիության արգելք, չգիտեմ ոնց բացատրեմ որ մարդի այդ կյանքի որակը, չափանիշները մենք բերելու ենք, ներդնելու ենք։ Այդ կյանքի որակը, որ ինձ ձեզ չեն կարա 24%-ով վարկեր տան։ Ձեզ չի կարա դահը կնգա ձեր տունը ձեռից խլի ինչ որ անիմաստ գործով, որտեղ դուք ասենք 5 անգամ արդեն ձեր վարկը մարել եք, բայց դեռ ձեր վարկի չափ փող եք պարտ բանկին։ Չի կարա նման բան լինի։ Չի կարա դատարաններ չլինեն երկրում, ասենք բանը, ամբողջ երկիրը գաղտնալսեն, ասենք, ոնց կարա այդպես բան։ Ամբողջ երկրին գաղտնալսում են։ Ասենք, դες չկա sense բան։ Բայց ասում են լատենտ հանցագործությունները այսպիսի արագ տեմպերով երբևէ չի բացահայտվում։ Դե լավ է սա, գիտեք ինչ է, ընտրությունները վերջանալու են, բարձր չէ հունիսի 8-ից կյանք կա։ Մենք ասում ենք բաներ մի արեք, հունիսի 8-ից հետո ամաչեք։ Վերջանալու ընտրությունները։ Հունիսի 8-ից հետո նայելու ենք, տենանք այդ բոլոր գործերը փակվելու են, բոլորին ազատ են արձակելու, ամեն ինչ անցնելու է գնալու։ 21 թվին տեսել ենք, էլի, այս հայ հուրուի բան, բռնեն բանը, չագուչս բերեք, ես ինչ բան, վերջում գնում են իրար այդ ուտում, խմում, գնում գործուղում մի ֆրակցիայից դուրս գալի մեկը մտնում, գնում իրար միանում, տեսել ենք այդ սա։ Թող ժողովուրդը չխաբվի այդ բանին, այդ գազանային ձայներին։ Պարոն Մարուկյան, ձեզ շատ է խանգարում այն հանգամանքը, որ ձեզ ընտրություններին ընտրազանգվածի հետ հարաբերություններում այն հանգամանքը, որ հիշեցնում է, որ դուք հատուկ հանձնարարություններով դեսպան եք եղել Նիկոլ Փաշինյանի հետ, աշխատել եք արտգործնախարարությունում, երբ 44-օրյա պատերազմից հետո, որովհետև մենք ունենք մի ջրբաժան մինչև 18 թվականն է, հիմա ասում են դե 18-ից 20 թվականները, ոչինչ 20-ից հիմա, դե 22 թվականից մինչև 24 թվական, մինչև 24 թվականի փետրվարի, եթե ճիշտ եմ հիշում։ Սա խանգարում է ձեզ։ Բացարձակ։ Քանի որ այն օպոզիցիան, որը ինձ թիրախ, դա ժողովուրդը չի արցնում ինձ նման բան։ Օրինակ 3 կիլոմետրացիան մի մարդ ասեց ինչի Նիկոլ Փաշինյանի հետ չես, ասեցի, որովհետև իր հայտարարած կարմիր գծերը խախտել է, ժառանգական եմ տվել։ Չի ասում որ իր հետ է, ես տենց էի սիրում քեզ։ Ասում եմ դե օքեյ, հիմա ճաշակի հարց է։ Հիմա չեք սիրում, մի սիրեք։ Կոնկրետ Նիկոլ ընտրող էր այդ մարդը։ Այսինքն ավելի շատ երևի այդ ձևի քննադատություն եմ ժողովրդից տենց ստացել այդ մակարդակում։ Ինչ հրաբերում է այդ քարոշչությանը, նայեք, քանի որ օպոզիցիայի 75%-ը տարբեր փուլերում Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել է, ասենք, մեկը մարզպետ աշխատել, մեկը մինիստր, նստեղեր են աշխատել, որ փող են աշխատել իրանք, էլի։ Իրանք ցես տարանջատել են, այն մինչև հետո քեյ ա եղել իր այդ աշխատելը, բայց այսօրից հետո չէ, որտեղ այդտեղ Էդմոնն ա եղել։ Շատ բարձ բան կար 21 թվականի ընտրությունների արդյունքներ։ Ինձ առաջարկել են նախարար աշխատել, ասել եմ չեմ ուզում։ Ինձ պետք չի նախարար, գնացեք։ Ինչու են ձեզ առաջարկում բայց իշխանությունները դուք։ Որովհետև մենք կոչ էինք արել, որ պետք է ընտրությունների արդյունքներով ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։ Եվ այն ժամանակ հարաբերությունները այտենց վատ չէր մեր։ Այսօրվա նման չէր մեր հարաբերությունները։ Մենք կոչ էինք արել, որ պատերազմ ա եղել, ինչ եղել է, եկեք բոլորով հավաքվենք, եզեր գինեզ վիճակից անենք, որ Արցախը մնա հայկական։ Դեպ կառավարության ծրագիրն է։ Բայց պատերազմից հետո մի հատ ավելի շատ սուր քննադատական ելույթ եւս ունեցել եք հիմա բառացիություն։ Ես խոսքը հետո ասում եի ասացիք շոկային էր այդ ելույթը։ Մայիսի 12-ից հետո եմ ասում, որ ադրբեջանական զորքերը մտան Հայաստանի տարածք, քարոզչության մեջ էինք։ Մենք այդ ժամանակ հայտարարինք, որ բոլոր տարաձայնությունները դնում ենք մի կողմ։ Այդ պատճառով մենք չանցանք պարլամենտ։ Դե մարդիկ մտածին դե դե օպոզիցիան քֆուրանի չեն անում, դե մենք չանցանք պարլամենտ չմտանք։
Նրանք մտան, ովքեր գնում էին կախեն Նիկոլին։ Իրանք գնացին կախելու, սկսեցին ընտրել իրար փոխոսն, աղբան, թե լավ պաշտոնների բանի, տենց 3 հերթից չէին կարող իրար ընտրեն բան, ու սկսեցին դեից մեզ ինչ ասես ասել։ Այդ ամբողջ հակակարողությունը եղել է անդեղից։ Իմ մոտիվը եղել է մի բան։ Փորձել որևէ ձևի ազդել process-ի վրա, որ Արցախը մնա հայկական։ Ես ինչ կարողացի արել եմ։ Հիմա ես մի հատ պաշտոն եմ ունեցել, իմ պատկերացած կարմիր գծերը, իմ պատկերացած որն է, որ հայտարարվել է, չեմ պահպանում, ես հրաժարական եմ տվել։ Այն մարդիկ, ովքեր ունեցել են պաշտոններ պարլամենտում, մինչև այսօր ունեն, միտեղ հենց մի ունեն, հրաժարական տվել են։ Բգնացել են կախեն։ Այդ ամբողջ քարոզությունը իմ դեմ իրենք են արել։ Ինձ դանգամ ընկերներից մեկը ասում է, «Ա դու լավ փող ծախսեիր, փորձագետներ վարձեիր, խոսային քո մասին, բան դու հերոս կլինեիր հիմա»։ Սա արհեստական է, հասկանում եք, այս ամեն ինչը մարդիկ լավ տեսել են։ Շատ լավ, բայց տեսեք, դուք ասում եք Արցախը փրկելու համար կամ Արցախին օգուտ տալու համար։ Փրկելու չէ։ Ծրագիրը եղել Արցախը կարար, ես ձեզ վստահեցնում եմ, Արցախը կարար լիներ հայկական։ Ես չեմ ասում, չէ, Արցախը կարող էր Հայաստանի մարզ, լիներ անկախ բան։ Իրատեսական։ Նոյեմբերի 9-ից հետո Արցախը կարող լիներ հայկական։ Բայց սեպտեմբերին 23 թվականի արդեն բռնի տեղահանությունը տեղի ունեցավ։ Դուք մինչև փետրվար, սեպտեմբերից մինչև 2023-ի սեպտեմբերից մինչև 2024-ի փետրվար ինչ հարց եք ուզում կարգավորել։ Ժամանակ ես ներգրաված էի փախստականների ընդունող հումանիտար խմբում, այսինքն ես կոնկրետ գործ էի անում, չէի կարող փախնեմ այդ գործից, ասենք մարդկանց հարցերով էի զբաղվում, մեկ։ Երկրորդը ես առաջարկներ եմ ներկայացրել, որ պետք է մենք դիմենք դատարան, ընդդեմ Ադրբեջանի, ինչպես Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է արել Պաղեստինի Գազայի գործով, եւ շարունակենք պայքարը։ Եթե ինձ լսեին, եւ մենք շարունակենք պայքարը հայկական Արցախի համար, մենք բավականին գործողություններ ունենք անելու։ Երբ որ այդ առաջարկները քննարկվել են եւ մերժվել է, այսինքն տեսլականները մեր տոտալ տարբեր է եղել, իրենք որոշել են, որ դի թեման փակեն։ Արդեն այս ժամանակ չէին հայտարարում անգամ, բայց ես զգում եի, որ դրանա գնում, ես հրաժարական եմ ներկայացրել։ Այսինքն դեռ երբ որ մինչև այն պահը որ ես զգացել եմ, որ պայքարի բան կա, ես եկել եմ որ պայքարենք։ Հիմա չեմ եկել որ բան թինգը տամ, նայեմ, տենամ ոնց է երկիրը կործանվում, ասեմ ինչա թե ես պաշտոն ունեմ, էլի բան։ Կա բանան եմ, նայեմ, ասենք ցուցարարները գալիս են կառավարության վրա, ես ինչ դա իմ բանը չէ։ Ասեմ գնանք տուն։ Չէ, ասածս նա որ ինչ հնարավոր է եղել, անել, ես առաջարկել եմ, ու հիմա որ մենք գնում ենք այս ընտրությունները, մեր ծրագրում կա։ Մենք անպայման Ադրբեջանին դատի ենք տալու Հարավային Աֆրիկյան Հանրապետության օրինակով, դա շատ կարևոր գործ է, ցեղասպանությունների կոնվենցիայով այդ գործը իրականացվում, եւ մենք այդ հարցով, որ մեզ ասում են Արցախի հարցով, ինչ տեսլական ունենք, այդ մեր ծրագրի մեջ է։ Եվ նաև վերադարձի իրավունքի մասին։ Վերադարձի իրավունքը դրանից է բխում։ Այդտենց ճեստերից ասում են մարդիկ ասում են վերադարձ, բայց նրանք իրավական մեխանիզմը չեն պատկերացնում։ Նրանք իրավական մեխանիզմը։ Եթե այդ իրավական մեխանիզմով իշխանությունը փոխի իր քաղաքականությունը կամ ձեզ նորից հնարավորություն տրվի, ինչպես դուք եք պատկերացնում, հանուն Արցախի կամ Արցախահայության, այլևս Արցախահայության ինչ-որ բան անի, դուք կրկին համագործակցության եզրը տեսնում եք իշխանության։ Այսինքն դուք մտածում եք Նիկոլ Փաշինյանը հաղթելու է, մի հատ բան։ Okay։ 3 եթեով հարց։ Չեմ տեսնում, որովհետև նույն գետը երկու անգամ հնարավոր չի մտնել, արդեն հայարճակված կարմիր գծերը խախտվել են, դրանք չի կարող այս իշխանությունը վերականգնել։ Այս իշխանությունը դրանից հետո այլ բարիերներ է հատել, որը մեր համար բանը անհամատեղելի է, ցեղասպանության հարցն է, ուրացումն է եղել դրանից հետո։ Ես որ կառավարությունում եմ եղել, դե մի մարդ չէր որ ցեղասպանությունը կարող ուրանար։ Ես որ կառավարությունում եմ եղել, չի եղել քննարկում, որ մենք կարանք առանց քարտեզի ստորագրենք խաղաղության համաձայնագիր։ Այսինքն այն բաները տարաձայնությունները հիմա այդ այն ժամանակ ես քան էին իմ հրաժարականի ժամանակ հիմա ես քան է ոչ մի ելք չկա եթե ինչ որ գարանտիաները պետք ես կարող եմ ասես թևս կկտրեմ բայց որևէ ձևի ոչ կքվեարկեմ ոչ կհամագործակցեմ ոչ որևէ բան կանեմ այս կառավարության հետ Հետն է ձեզ ասեմ էլի ես իմ բոլոր բաները անկեղծ եմ եղել գնալուց էլ եմ անկեղծ բացատրել ժողովրդին հրաժարականի ժամանակ էլ եմ անկեղծ բացատրել բարձա երկու բևեռներում էլ օպոզիցիոն եւ իշխանական դժգոհություն է եղել Դե իշխանական բևեռը ուզում է որ դու իշխանության հետ լինես իշխանությունը ուժեղ լինի օպոզիցիոն բևեռը ուզում է դու вообще չլինես որտեղ մրցակից ես իրանց համար Ես հրաժարական էի տվել ինձ քննադատում էին օպոզիցիան զարմանում եմ ասում եմ եթե դուք Նիկոլի դեմ եք ես այսքան բան բաց հրապարակային ասել եմ ու հրաժարական եմ տվել դուք ինձ եք քննադատում էլի հասկանանք հետո մեկը եկավ ասա դե իրանց հացնես կտրում դրա համար ասի լավ հարց Ինչ հաց են բաժանում օպոզիցիոն հացը Մանրամասնեք Դե ասում եմ մարդիկ օպոզիցիա են աշխատում Որ դու հրաժարական ես տվել, եկել ես ընդդիմադիր դաշտ, մտածում են իրանց հացն ես կտրում, այսինքն իրանց դաշտում իրանց տեղը գնում ես գրավես։ Էդ է վախը իրանց։
Հիմա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին վստահաբար հետևում եք։ Սահմանափակումներ կան, որոշակի ապրանք արտասակներ մթերքների արտահանման հետ կապված, ինչ որ մեսեջներ են գնում գալիս ԵԱՏՄ թե ԵՄ հարցն է դրված մինչև դեկտեմբեր ժամանակ է տրված, գրավոր եւ բանավոր շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծնունդը եւ շնորհակալություններ են ստացել, ինչ խճապատկեր է ըստ Ես կարծում եմ, որ պետք է անպայման Նիկոլ Փաշինյանը չընտրվի, այդ իմ ասած առաջին տարբերակը պետք է լինի, այլապես եթե ինքը ընտրվեց, ինքը գնալու է Մոսկվա ու ենթարկվելու է տոտալ մոսկովյան պահանջներին, որի արդյունքում կորցնողը լինելու ենք մենք որպես ժողովուրդ, որպես երկիր։ Ինչ են կորցնում։ Մենք չգիտենք ինչ զիջումներն են այս պահանջելու, չէ՞։ Ինքն ասում է 57-ից հետո կգնամ, այս հարցերը սա կլուծեմ։ Անհնար է այդ հարցերը լուծել առանց մեր երկրից զիջումների։ Իր ապարագայում, եթե ինքն է Թե ուրիշ մարդը հնարավոր է լուծել։ Հիմա ինքն ասում է, ինձ ընտրեք, ես կգնամ կլուծեմ։ Ես ձեզ ասում եմ, ինքը ոչ մի ձևի հաշվետու չի, ոչ ժողովրդին, ոչ պարլամենտին, ոչ մեկին։ Ընտրվեց գնալու է այդ հարցերը լուծելու ընթացքում ահավոր զիջումների է գնալու մեր երկրի շահերից։ Եվ այսինքն տեսեք գործող վարչապետը, որ այդ հարցերը պետք է հենց հիմա լուծի, չի լուծում։ Որ պետք է նենց անել, որ այս խնդրը չառաջանար, որովհետև ինքը ինչա, ինքը պետք է կանխարգելի, որ դա տեղի ունենա։ Բայց լուծել է խնդրը, չեք հասցրել հետևել, ասել է փչացել է լոլիկ եւ այլն, ես փողը կտամ։ Չէ, խնդիրը փոխհատուցման մասին չի։ Փոխհատուցումը հասկացա լավ անում, թող աջակցի մեր գյուղատնտեսությանը, մեր գյուղացուն, բնականաբար չի կարող երկար անել։ Իր հույսը նա է, որ սա одноразовый process է։ Հիմա մի հատ կփոխհատուցեմ, հեսա կեթա Մոսկվա, սաղ պայմանները կընդունեմ, կհանձնվեմ, ձեռներս կբրցացնեմ, կընդունեմ սա եւ հարցերը կլուծվի եւ մեր տնտեսությունը կշարունակի զարգանալ։ Որովհետեւ իրանց 1000 հետ բացատրեցին, որ եղբայր վերջին 7-8 տարում երկիրը մխրճել ես, տոտալ կախվածության մեջ ես գցել ԵԱՏՄ-ից։ Դրանով հանդերձ, որպեսի ասես, որ դու անմեղ ես Ղարաբաղի բանի հարցով, ամբողջ մեղքը բերել ես այդ դաշտ, որ սա իրանք են մեղավոր, ես օքեյ եմ։ Դրա արդյունքում ձևավորվել է ընտրող։ Այդ ընտրողը, այդ հակառուսական ընտրողն է, կամ այսպես կոչված պրոեվրոպական, որը խաբված է։ Այդ ընտրողի ձայները տանելու համար ինքը այսքան բան արել է։ Հիմա ինչ որ մարդու բիբարը, որ չի ծախվում, չի գնում Ռուսաստան։ Դա նրա պատճառով չէ, որ մենք գնում ենք Բրյուսել։ Դա նրա պատճառով, որ ինքը ուզում է պրոեվրոպական ձայները տանի։ Որտեղ ինքն է գիտի, որ մենք չենք գնում Բրյուսել, Պուտինն է գիտի, որ մենք չենք գնում Բրյուսել, Բրյուսելը մենք գիտեն, որ մենք չենք գնում Բրյուսել։ Սա սուտ է։ Պրոստը ուղղակի բանը պրոեվրոպական ընտրողը հիմա խաբված է։ Ես երեք մի հատ լայվ եմ արել եւ ուղերձ եմ հղել Եվրոպամետ ընտրողին, որ սիրելի Եվրոպամետ ընտրող, դու շատ լավ մարդ ես, բայց քեզ տոտալ խաբում են։ Քեզ խաբում են Նիկոլը, քեզ խաբում են մյուս պրոեվրոպական ուժերը, փորձում են քո պրոեվրոպական մտածմունքների վրա քո ձայնը տանել։ Որից հետո քեզ տանելու են մտցնեն Ռուսաստանի մեջ։ Դու մի հատ կողմնորոշվի տեսլը, ով է ավելի բանանում, ով է ճիշտ ներկայացնում ամեն ինչ, մի խաբվի, հույզերին մի տրվի, էլի եղբայր ջան, կամ քույր ջան, կապ չունի։ Բայց նկատի ունեք նաև այն կուսակցություններին, որոնք չեն ներկայանում որպես Փաշինյանը մեր Այո, բոլոր այսպես կոչված Եվրոպամետ, մենք Եվրոպա ենք գնում, ասենց են, որ մենք այդ Եվրոպա բան, այդ Եվրոպա տանողների վերջին հանգրվանը բանն է ալնելու։ Սիկտիվ կավերն ալնելու, չգիտեմ, որ քաղաքի կամ որ ռուսական մարզի անունը տան, որովհետև իրանք մարդկանց խաբում են, վերջում տանելու են հանգրվան են այնտեղ։ Ավելին ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի կառավարումը շատ նման է։ 4.5 տարի Սերժ Սարգսյանը կառավարեց, բանակցեց։ Մի օր գնաց մտավ ԵԱՏՄ, չէ։ Հիմա ինքն էլ էսքանի տարի է գնում է տոպ Եվրոպարլամենտը մա ելույթ ունենեմ, տո գնում է Բրյուսելը մա ելույթ ունենեմ, տո ստեղա հրավիրեմ իրանց, տո ընդեա բանանեմ բան։ Ես ձեզ վստահեցնում եմ, հունիսի 7-ից հետո գնալու է սաղ պայմաններն ընդունի։ Դրա համար ինչա պետք անել, պետք է իրան չընտրել, պետք է ընտրել մեզ, այլ ուժեր որ լինեն պարլամենտում, ընտրենք մի մարդու, որը այլևս կաշկանդված չի Ալիևի առաջ, Պուտինի առաջ, Տրամպի առաջ բան, եւ ասենք հեսա իշխանությունը փոխվել է, սիրելի գործընկերներ։ Մեր բալանսավորված քաղաքականությունը սա է, մենք հասկանում ենք, որ մեզ Եվրոպայում հրավեր չունենք, սակայն ուզում ենք եվրոպական չափանիշներով ապրենք, ուզում ենք եվրոպական կյանքի որակ մեր բարեփոխումները պետք է շարունակենք, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մեր բիբարը աճացած պետք է բերենք ձեր մոտ վաճառենք, դուք պետք է առնեք։ Այսինքն ձեր պարագայում եւս միևնույն է ԵԱՏՄ-ն այլ ընտրանք չունի, որովհետեւ այս պահին չունի, որովհետեւ 8 տարի մտցրել են ԵԱՏՄ-ի մեջ, նենց են մտցրել, որ ասենք այդտեղից դուրս գալու համար եւ այդ այլ ընտրանքների փնտրտեք անելու համար բազմաթիվ ռեֆորմներ է պետք։ Ինքը ոչ մի ռեֆորմ չի արել, որ այս գյուղացու ապրանքը տանի Եվրոպայում վաճառի։ Այսինքն իմացել է, որ այս իր պահվածքի արդյունքում ընդդեմ սանկցիա լինելու, բայց դրա այլ ընտրանքը չի արել։
Նրա այլընտրանք անելը ինչպես է իրատեսական Հայաստանի համար։ Օրինակ վրացիներն էլ չէ, դա փորձեցին մեզնից շատ ավելի առաջ։ Այո, ինչ որ չափով արեցին, բայց մեկը։ Մենք ոչ մի չափով չենք անում։ Ես այն օրը նայել եմ տվյալները 85% եւ ավել գնում է Ռուսաստան, ԵԱՏՄ, շատ փոքր տոկոսներ, ասենք այլ երկրներ, բացի Եվրոպան, արաբական երկրներ էլ կան։ Այսինքն ինքը ոչ մի ռեֆորմ չի արել, այս ռեֆորմների հետ էլա կապված։ Ես այդ սուտ դիվերսիֆիկացիայի մասին չեմ խոսում, որ դիվերսիֆիկացնելու ենք էսա բան։ Եթե դու էժան գազ ունես, քեզ էժան գազ են վաճառում, ի՞նչն ես ուզում որտեղ դի դիվերսիֆիկացնես։ Այսինքն ինչ պետք է անես։ Բաներ կան, որոնք որ այդպես է կառուցված։ Հիմա քո ատոմակայանն ուզում ես փակես, որ ինչը դիվերսիֆիկացնես։ Չէ, բանը էլի ժողովրդական չի, ասես որ շոյող բան։ Մենք չպետք է մեկից կախված լինենք, պետք է 8 հոգուց կախված լինենք։ Բա ասում է 7 երկրից զենք ենք առնում։ Հասկացա, լավ զենք ենք առել, առաջել ենք տարբեր երկրներից զենք առել։ Սկզբից զենք առնելը չի, սկզբից զենքը կիրառելու վերաբերյալ քո փիլիսոփայությունն է։ Զենքը առնում ենք, որ ինչ անենք։ Մենք այդ փիլիսոփայությունը պետք է անենք։ Որովհետև զենք առել ենք նաև 20 թվականի պատերազմից առաջ։ Այդ զենքը հիմա Ադրբեջանը մեր դեմ օգտագործում է։ Ասենք Ադրբեջանի զինված ուժերում է ներգրաված, որովհետև մեր ձեռից խլել են։ Մենք պետք է իմանանք, այդ զենքը առնում ենք, որ ինչ լինի։ Զենքը առնում ենք, ինչ որ քաղաքականություն ունենք մեզ պաշտպանելու, ես օքեյ եմ։ Եթե զենքը առել ենք, բայց պետք է հանձնվենք անընդհատ, ես օքեյ չեմ։ Դուք ո՞նց եք տեսնում հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Մենք գտնում ենք, որ Թուրքիայի սահմանը մենք չենք փակել, մենք բացելու համար ոչ մի բան չենք անելու ավել, ոչ մի բան չենք անելու, որ սահմանը բացվի։ Ուզում են բացեն, թող բացեն, չէ, Հայաստանը ոչ մի զիջման չպետք է գնա։ Սակայն մենք ունենք օրենսդրական փաթեթ, որը որ պետք է արգելենք թուրքական քաղաքացիների, Թուրքիայի քաղաքացիների մեր ռազմավարական օբյեկտների հողի, գույքի գնումները օրենքով արգելվելու է տոտալ։ ՀՀ անձնագրով այսօր Թուրքիայում ոչ մի բան դուք չեք կարող առնել անշարժ գույք, բաժնետոմսեր եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ մեր ազգային անվտանգության որոշակի միջոցառումներ, որից հետո պատրաստ լինենք, երբ որ իրանք կբացեն, սահմանը կբացվի, շատ լավ։ Չեն բացի, թող չբացեն։ Հիմա այսինքն Հայաստանը հավելյալ նվաստացման չպետք է գնա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ թուղթը, որ գնացել ստորագրե բերել են, այդ թուղթը բացարձակապես չի կարելի առաջ տալ։ Պետք է դրա վրա օգոստոսի 7-ին այնտեղ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, բախտերս բերել է, որ նախաստորագրվել է, չի ստորագրվել, շանս կա դրա վրա աշխատել, այն լավարկել, բնականաբար հարաբերությունների կարգավորում լինելու է, վաղ թե ուշ հարաբերությունները կարգավորել։ Շատ լավ, պարոն Մարուկյան։ Եվ հունիսի 7-ին ինչ ունեք ասելու ձեր ընտրողին։ Ես մեր ընտրողին եմ դիմում, կոչ եմ անում պարտադիր գնալ ընտրական տեղամասեր, առաջինը, եւ երկրորդը քվեարկել Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, որ մենք մեր կոմպրոմիսային կառավարության ձևավորման գաղափարը առաջ տանենք, իսկ եթե հանկարծ դա չստացվի Նիկոլ Փաշինյանը հաղթի, գոնե դուք կիմանաք, որ ռեալ նրա դեմը կանգնող մարդիկ ունեք։ Ինչպես եք դեմը կանգնելու։ Հարց ցակեց ձեր վերջին խոսքից ներողություն։ Որպես ընդդիմություն հաշվետվություն պահանջող։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի կարող ասի գնացել Սևանում դաչա է սարքե պնեն տալանել ես։ Չի կարա ոչ մի բան մեր դեմը դնի Նիկոլ Փաշինյանը։ Մենք իր դեմը կարանք գնա գալիս են բան դնենք։ Ինքը մեր դեմը դնելու բան չունի։ Ասած սենա որ մեզ ձայն տան մարդիկ։ Պլան A այնպիսի կառավարություն ձևավորենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Պլան B եթե հանկարծ գնաք Նիկոլին ընտրեք, գոնե մենք լինենք պարլամենտում, կայանանք հակակշիռ լինենք, հաշվետու դարձնենք։ Այսօր կա բացարձակ իշխանություն, անհաշվետու, անկառավարելի։ Դրա համար է ձեզ բոլորիդ գաղտնա լսում են, ձեզ թալանում են, կեղեքում են եւ նվաստացնում են, փողոցներում թքում են մարդկանց վրա։ Դա երրորդ անգամ վերընտրվող, երրորդ ժամկետով վերընտրվող 8 տարի է հայ իհարկե, բայց արդեն երրորդ ընտրություններով իշխանությունը արդյոք զսպման մեխանիզմներ կունենա։ Զսպման մեխանիզմներ հիմա էլ կան։ Զսպորներից է կախված, այդ մեխանիզմները օգտագործում են թե չէ։ Ես դեզանժ կանոնակարգ օրենք կարող դնում ցույց տամ, քանի մեխանիզմ կա, որ օպոզիցիան 5 տարում չի օգտագործել։ Կնշեք, եթե հիմա ձեր մտքին գալիս է մի քանիսը։ Օրինակ, վերահսկողական բազմաթիվ մեխանիզմներ գոյություն ունեն, ոչ մեկը կյանքի չի կոչվել։ Իմպիչմենտի միակ գործող մեխանիզմը մինչև վերջ գործի չի դրվել։ Հանրապետության նախագահի դա իրատեսական չէր համարվում։ Չէ։ Ցանկացած օրենքի նախագիծ օպոզիցիան ներկայացել է իրատեսական չի եղել, ներկայացրել։ Պարլամենտական մեխանիզմներ կան, որևէ նախարարի անվստահություն չի հայտնվել պարլամենտում։ Լուսավոր Հայաստանը իր տարյուկես ֆրակցիա ունենալու ժամանակ 19 թվականից եւ 21 թվականը ԿԳՄՍ-ն նախարարայք Հարությունյանը դա համար ինձ ատում էլի Արայիկ Հարությունյանը։ Հա, իմպիչմենտի հարց է բարձրացրել։ Միանքը ու այդ հարցը ձևական չէ, այդ հարցը սկսում է քննարկվել։ Նախարարի պաշտոնակության հարց է բերվում։ Անկամ այս թույլ չեղած մեխանիզմներով մենք կռիվ ենք տվել։ Մենք կռիվ ենք տալի, որ գյուղնախարարությունը լուծարում էին։
Մենք կռիվ ենք տալի, որ մշակույթի նախարարությունը լուծարում էին։ Մենք կռիվ ենք տալի, որ սփյուռքի նախարարությունը լուծարում։ Բայց տեսեք, նորից ամեն ինչ հաջողվել է անել իրենց։ Չէ, ինչի է հաջողվել, այն ժամանակ իրանք ունեցել են 73% Սահմանադրական մեծամասնություն։ 73% ձայն են ունեցել։ Եվ ունեցել են համաժողովրդական տոտալ աջակցություն։ Այդ որ ցանկացած հարցով քննադատում էին, ասում էին թողեք աշխատեն, չեք ամաչում ես ինչ եք անում, փողոցներում մեր վրա են հարձակվում։ Այդ այն ժամանակ էր դժվար ընդդիմություն լինել։ Այդ հիմա բոլորը ընդդիմություն, այդպես հեշտ է ընդդիմություն լինել է հիմա։ Այն ժամանակ բանը հեղափոխությունից հետո ընդդիմություն լինելը անեցք էր, բայց մենք դրա միջով անցանք։ Փաստորեն հիմա եթե Լուսավոր Հայաստանը լինի խորհրդանում եւ եւս երկու ուժ, օրինակ, ինչ է փոխվում։ Եվ եւս երկու ուժ բավարար չի, դրա համար կոչ եմ անում, որ ընտրեն տարբեր ուժերի, բայց քան ես Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարն եմ, ես ասում եմ, առաջինը մեզ ընտրեք, որ վստահ լինեք, որ ունեք անխոցելի օպոզիցիա, եթե օպոզիցիա ենք, եթե իշխանությունը փոխվում է, վստահ եղեք, որ մենք գարանտորն ենք, որ նախկին բարքերը չեն վերադառնալու, որտեղ մենք այդ րանքին կանգնելու ենք։ Այդ նախկին բարքեր ասելով ինչ նկատի ունեք։ 2-3 անգամ նշեցիք ձեր խոսքով։ Բազմաթիվ բաներ։ Բայց դուք չեք մտածում, որ եթե անգամ նայեք, հիմա Նիկոլ Փաշինյանն են սխալները արել։ Նախկին բարքերը առատապավորություն կա, որ մարդիկ տենց էլ դրան չեն նայում, չէ՞ մի չհավատակ։ Մարդիկ չեք պատկերացնի ինչ զզվանքով են հիշում այդ տարիները։ Բայց արդյոք գիտեք պատճառն ինչն է, որ օպոզիցիան չի կարողանում, ասենք, 60% ձայն հավաքի։ Միայնակ օպոզիցիոն որևէ ուժ նախկիններից բաղկացած, որտեվ այդ ամեն ինչը մարդիկ չեն մոռացել։ Որ գյուղ գնում եմ, ասում են եղբայր թողանեին, ասում հասկացա եղբայր, սպանիր քո ասֆալտով։ Կարող է Սերժ Սարգսյանն ուզում էր անել, ձեռը բռնել էի, ասում էի մի արա։ Թողաներ։ Ասում նայի դպրոցա կառուցել, Նիկոլ ասում եղավ, հասկացանք։ Թող Սերժն է սարքել։ Բայց փակում են դպրոցները, դրանք չեն ասում։ Ինձ գալի ասում եմ։ Նայի խոսքի բան լույս ադր է, հասկացանք ախպեր։ Մարդկանց եք ինչ հակադրության մեջ են մտցնում, որ լույս ունենալը, ասֆալտ ունենալը, բորդյու ունենալն ու ազգային արժեքները իրար հակադիր են։ Կամ են պետք է ունենաս կամ են, մենք ասում ենք Ժողովուրդ ջան, տենց չի։ Դու կարաս լինես քո ինքնասիրությունը պաշտպանող, քո ինքնությունը պաշտպանող հայ մարդ, արժանապատիվ, քո պետական շահերը պաշտպանող երկիր եւ գյուղերդ էլ լինեն ասֆալտարած։ Դրանք իրար հետ հակառակ չեն։ Բանում գավառում մի մարդ մոտեցի, ասում է 5 տղա ունեմ, 5-ն էլ Վարչով են ապրում, Ղարաբաղի պատճառով եւ այլն։ Կարպիսը Փաշինյան ասեց, եղբայր, հիմա Ղարաբաղը չկա, ինչ ես, դու դեռ սենց վատ ապրում։ Մարդկանց գլուխները վարակել են, չէ՞, տեքստերով։ Բայց նախկին բարքերի վերադարձը 21-րդ դարի այս ժամանակահատվածում հնարավոր չի վերադարձնել։ Հնարավոր է նույն ձև վերադարձնել, որտեղ եթե անգամ նախկին կառավարման համակարգերը կան, միևնույն է հասարակությունը այլևս սովոր չի, որ այդպես պետք է լինի։ Շատ լավ, պարոն Մարուկյան, շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում ձեզ ընտրություններում։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուկյանն էր։